Դեռ ժողովուրդը բա մի հատ բուն չանի։ Խանութների մոտից ձախ հարավը նկարի։ Նա շնորհակալ ենք, որ հարգեցիք եք։ Հա չէ դողոքը որ հետուկ ջուր չէ։ Վայ, մի խանավ եք։ Չի աշխատում։ Ձեր միջոցառումն նոր բանը հասցնենք վերևներին։ Ամեն անգամ խաչում ենք։ Բարի ձեզ։ Կարելի է բարձրացնել քիչ խնդիրները։ Հեսա։ Լավ ժողովուրդ։ Այգեք էսան ժողովուրդ։ Ես խես քշում վրեկներս։ Ապեր, մի բան արա, մի արա։ Խես քշում վրեկներս։ Ի։ Հետ գնա։ Ժողովուրդը կայնացին առաջ ես գալի, տես ո՞ր կես։ Ամյանով մի սպավ է։ Քիչ առաջ որ գայք կտեսնեիք ինչ է կատարվում։ Այսօր գյուղում ինչի ջուր չկա, գյուղում ինչի է շահը Լավ, մի րոպե հանգիստ։ Մի հատ ինձ ասեք, գիմի ինչ նախնդիրը որ հավաքվել եք։ 35 համարի ես եմ լրագրող։ Արգելիքյան շանալը գյուղի բնակիչ եմ։ Մի րոպե։ Ես աղջիկների հարցը ասում։ Ջերի հարց մեզ պետք չի, մեզ առաջինը տրանսպորտ, ոչ ոք մեզ պետք չի, մեզ տրանսպորտ ոչ մի բան։ Ու իր սանդրակները ինքը սանդրում է մարդկային, իբրը իրավական։ Ես նախաձեռնության կազմակերպիչ եմ։ Մենք այստեղ ոչ մի խնդիր չունենք, բացի 35 տրանսպորտը գետաշեն հասցնելը։ Ժողովուրդ, հիմա դուք այստեղ հավաքվել եք, խնդիրը տրանսպորտն է։ Քանի որ ըստ ձեզ տիրում է բարդակ, քանի որ տրանսպորտի լուրջ խնդիր ունեք։ Հիմա խնդրում ներկայացրեք։ Ուրեմն, բարդակի մասին չի խոսքը։ Տրանսպորտային բարդակ է տիրում։ Խոսքը նրա մասին է, որ Ռայանիստ համայնքի Գետաշեն թաղամասը չունի տրանսպորտ, որը կսպասարկի այդ թաղամասը։ Իսկ նախկինում ունեցել է։ Հիմա ինչն է խնդիրը, որ ճանապարհը փակել եք եւ չեք բացում։ Մենք ճանապարհը փակել ենք եւ պահանջում ենք, որ Խաչպար եկող 35 համարի ավտոբուսը սպասարկի նաեւ Գետաշեն թաղամասը, որ նրա վերջին կանգառը Խաչպար գյուղից տեղափոխեն Հայանիսի Գետաշեն թաղամաս։ Մեր պահանջը միայն դա է։ Իսկ Խաչպարից այստեղ քանի կիլոմետր է։ Մինչև Գետաշեն թաղամաս 3 կիլոմետր։ Ու այդքան ժողովուրդը ոտով է գան։ Չեն բերում, ոչ մի գազ։ 487-ն է մտնում հիմա, են էլ ըստ ցանկության։ Այո, Մի րոպե, ներողություն թողեք խոսանք էլի։ Ուրեմն 487 համարը իրա բանի վրա, տրաֆարետի վրա գրված չի Գետաշեն։ Այսինքն, իրանք ըստ ցանկության են մտնում, բայց այսօր դա էլ չի բավարարում։ Թող 35 համարը գա մտնի, վերջի կանգառը լինի ինձ։ 487-ից շատ գոհ ենք, ոչ մի խնդիր չկա, բայց թող 35 համարը մինչև Խաչպարի փոխարեն գանդե պտպի ժողովրդին հավաքի տանի։ Այս ժողովրդին ապրեն իրաց համար։ Ընդամենը սա է պահանջը, ուրիշ ոչ մի բան։ 3 տրանսպորտ ենք փոխում։ Մի պահանջ ունենք։ Դանջվելով, ես իմին չալին հասնում ենք քաղաք։ 3 տրանսպորտ փոխում եք։ 3 Հայանից մասից ես մի հատինը նստում են գալիս այստեղ, այստեղից լիքը լծված, չեն կարողանում որտե գալիս։ Չգիտեմ ինչ է կատարվում այստեղ։ Այդ տրանսպորտի հարցը շատ է քիչ աշխատում։ Հիմա Գետաշենի ժողովուրդը ինչով են մեղավոր, որ մի քիչ ներսնգած է իրանց գյուղը։ Ինչով են մեղավոր։ Երեխեքը քաղաք են սովորում, աշխատանքի չեն գնում, պատճառը տրանսպորտը։ Գիտեմ, չեն կարող աշխատել տրանսպորտի խաթր։ Չկա, չեն կարող։ Այդից հետո ոչ մի տրանսպորտ չկա, միայն 35 աշխատ։ Եթե հյուր են գալի, ժամը 7-ից հետո ուրեմն պետք է մնա տանը։ Այդ գնալ չկա։ Որտե՞ղ տրանսպորտ չկա։ Խնդրեի ամբողջ փողոցը, ինչ են Գետաշենի բանները նկարեք քանի կիլոմետր է։ Ես իմ մանկահասակի ձեռքը բռնած, լացելով մամա գրկի է գալիս եմ ստեղ։ Ստեղից
Գալուց նստում եմ, գնում եմ ընդեղ, գալուց նստում եմ մարշրուտի լիքը, որը անհնար է նստել, երբևեկել անհնար է 440 երբեմն չեն մտնում, երբեմն վիրավորում են, դա էլ իրանց մնա, իրանց վիրավորում։ Իսկ լավ, մի րոպե, իսկ դիմել եք պատկանմարներին, գյուղապետարան, մարզպետարան։ Ես անձամբ մի քանի անգամ նամակ եմ գրել ըստ մարզպետին, թե տրանսպորտի նախարարին, ստորագրություններ եմ հավաքել, ուղարկել եմ տրանսպորտի նախարարին, նաև բաց նամակով դիմել եմ նախագահին, բայց խնդիրը լուծում չի ստացել։ Ինչ են պատասխանել։ Պատասխանում են, որ Գետաշենը սպասարկող երթուղի կա, 487 երթուղին կա եւ պետք է բավարարվել դրանով, բայց 487 երթուղին Գետաշենը չի սպասարկում յարեք։ Հետո մենք գտնվում ենք գյուղում, մենք գյուղի մարդիկ ենք, մենք ունենք գյուղ մթերք, որը պետք է տանել եւ շուկայում իրացնել։ Մեզ պետք է ավտոբուս, դրա համար պահանջում ենք, որ 35 համարի ավտոբուսը գա մտնի, որ հեշտ գնան Ավտոբուսը գա մտնի Գետաշեն։ Հետո 35 համար ավտոբուսը գա։ Ավելի հարմար է։ Երկար է աշխատում։ Այո, տատիկները Ժամային առումով էլ է երկար։ տանել կանաչի։ 487-ը ժամը 7-ից 8-ից հետո չկա։ Մեզ մարդի տեղ դնեն, նույնը այդ ժողովուրդն է։ 35 համար ավտոբուսը երկարացնում են։ Կենդանունում են, տրորում են, գցում են, հայհոյում են, այդպես չի։ Եվ շատ ներողություն, Գետաշեն յուղի մոտակայքում են։ Հիմա էլ հավաքել են գազելով, բերել են կանանց, հարցակվում են մեզ վրա, ինչի համար եք սենց բաներ արել։ Գետաշենի մոտ են կանգար չկա։ Յուղի մոտ կանգար չկա։ Դուրսագալի ոնց որ մարդը դուրսագալի տրաս, սպասма որ մեկը գա, իրան կանգնի տանի կամ եւ այլ։ Սա գեղեցիկ երևույթ։ Մեքենաները սիգնալ են տալիս։ Բայց այդ յուղը պետք է գոնե մի հատ կանգար ունենա, չէ՞ վերջում։ Մարդիկ են ապրում։ Երկու օր առաջ մի կին գցեց մեքենայի տակ ընկավ մթի տեղը, մահացավ այդ կինը։ Ոչ մի հարմար տրանսպորտ ուզում են գալ։ Եվ չենք ասում որ լուսավորություն չկա։ Անտեսվել ենք, անտեսվել։ Լրիվ մենք ապօրինի։ Ինչքան է բնակչության թիվը, ինչքան է բնակչության թիվը։ 400 եկա թիվը էլի։ Համետ Գետաշենից գաղթած ժողովուրդն են։ Այն Գետաշենը կորցրել են, այս Գետաշենն են ուզում կորցնել։ Էս ապրից։ Երկու օր հասկացա։ Տրանսպորտի համար ամեն ինչ համար գյուղացիները լուծում են գյուղապետարան հայերը լուծում են Հայաստան։ Օգնում է բոլորիս, ուզում է մի բան արել, բերել են 7 հայաստան։ Չի արի, իմ շատ դուր է, ավելի լավ է, բայց ամեն շատով կհավաքվի։ Հիմա կմոտիկանա։ Ապերս բաց է։ Ապեր բաները բաց արա։ Ես կոմանց։ Անտեղ արդեն ընդեղ։ Ամա այս շողքի վրա եկի։ Հիմա մեկ է։ Բայց ինչ ասե փոխնախարարը, որ կապնվել է։ Դարձը կլուծենք ասում եմ։ Երբ։ Երբ շատ կոր է։ Արեք։ Եթե երկու շատ չեղավ, մենք ստեղ ենք հասկացանք։ Բացեք, եկեք էստով ժողովուրդ։ Ինչ պետք է ասվեց, ինչ պետք է արվեց։ Արգել ենք մեր գյուղապետին դրաման էս հարցը։ Չէ, դե հիմա մենք հարցը բարձրացրել ենք, հարցն է կարևոր։ Շարունակվելու է։ Այնքան 4 տարեկան երեխա
փողոց քայլեմ։ Կարող է դուք չհասնեք։ Նախարարը տանգեց, ոստացավ խնդիրը լուծել։ Լսեք նախարարը, եթե երկու շաբթի օրը խնդիրը լուծում չի ստանում, մենք 3 շաբթի օրը խոստանում ենք սրանից ավելի շատ մարդ հոգտանք, փակենք ամբողջ փողոցը ու առավոտից երեկո Չի աշխատել ոչ մի տրանսպորտ, ոչ մի մեքենա։ 3 շաբթի օրը։ Ամենայն դեպս դժվար բան չեն պահանջում, ժողովուրդ էլի։ Ձեզնից է շնորհակալ եմ։ Քեզանցան գերտերություններ մի։ Հիմա ժողովուրդ, եկեք այստեղ, ժողովուրդ, եկեք հայտարարություն ունեմ անել, ժողովուրդ, այ այնտեղ չէ, երկու շաբթի օրը